Մի բանա պետության մեջի ստանել եւ չբռնվելը, հա, գողեր եղել են, լինելու են, միշտ լինելու են, ամեն մեկը մի ձև է գողանում, մարդ էլ կա, չգիտեմ, իր ֆիրմայից է գողանում, հենց ինքը որպես տնօրեն, որպես սեփականատեր, մարդ էլ կա ուրիշ տեղից է գողանում, այլ հարց է, պետությունը բռնում է, թե մտնում է դրա այդ երևույթի հետ համագործակցության մեջ եւ օգուտ է ունենում։ Այս պարագայում այդ մարդը, որ արել է, բռնվել է, ամբողջ բանդան բռնվել է, կինոներ են նայել երևի, չեն հասկացել, որ իրավապահ մարմինները այլևս աշխատում են եւ բռնվել են։ Այդ չեք ասում, է ձեր հարցի մեջ։ Այո, իսկ նորմալ է, որ կոմիտեի նախագահը շարունակում է պատասխանել։ Ղեկավար կառույցի ղեկավար, որի այսինքն ըստ էության ինքը տեղում։ Ես ուզում եմ հասկանամ, իսկ որ մնացած տեղերում գողություն ա լինում։ Սա իրեն Խնդրում եմ, այնց վստահի, որ յուրաքանչյուր մարդ, որ կմտածի, որ ինքը կարող է գողություն անել եւ դրա համար չբռնվի, վառ օրինակա, որ բռնվելու են։ Հասարակ քաղաքացին ոնց հավատա իրավապահ մարմիններին, որ վաղը մյուսօր ինչ-որ մի դեպքով այն նույն հենց համակարգի ներսում իրեղեն ապացույցներ չեն ոչնչացնի, չեն հափշտակի եւ գործ իրենց ուղղությամբ չեն տալի։ Կրկնում եմ, հարգելիս, կրկնում եմ, որ տեսնում է մարդը, որ այդ գողություն անողը այդ հիմնարկի պետի հետ չի կիսվում եւ իրար հետ չեն թռնում միտեղ, չգիտեմ, ինչ-որ կղզիում տուն առնում եւ ապրում, պետք է վստահի, որտեվ գիտի, որ գողեր կան բոլոր տեղերում եւ գողություններ միշտ եղել են եւ լինել են, բայց դա պատժվելու է։ Այդ կառույցի հիմնական գործառույթը այն է, որ ինքը գործերը քննի եւ քրեական գործեր պատրաստի։ Ինքը իր գործառույթը արել է եւ այդ գողություն արած մարդուն բռնել է։ Նաև գողություն արած բարձրաստիճան պաշտոնյաներ են բռնում եւ այլ, հիմա ձեր շենքն է անհանգստացնում։ Ես պարոն Խաչատրյանին ես համարում եմ, որ պարոն Խաչատրյանը գտնվում է իր տեղում, ես համարում եմ, որ Խաչատրյանը չէ, Արթուր Պողոսյանն էլ է գտնվում իր տեղում, Արթուր Պողոսյանն է, այո։ Սասուն Խաչատրյանը SMS-ը ստացե գնացել է։ Շատ լավ է, որ ստացե գնացել է։ Ես համարում եմ, որ գտնվում է իր տեղում, պարոն Պողոսյանը եւ Պարոն Սիմոնյան, կասեք ինչպես իշխող քաղաքացիական Պարոն Սիմոնյան, ինչպես է իշխող քաղաքացիական պայմանագիրը վերաբերում ձեր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի օրինագծին, հեղինակած օրինագծին, այն շատ մեծ աղմուկ է բարձրացրել, մասնավորապես հասարակության մեջ, այսպես շերտավորման առումով։ Այդ խնդիրները, բարձրաձայնումները հաշվի առնելով դուք կողմ կլինեք, նաև պաշտպանության նախարարությունը ավելացրել է, հա, գումարը։ Ես դրա այդ հարցին պատասխանել եմ, եւս մեկ անգամ հատուկ ձեր համար պատասխանեմ, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, այդ օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություն է, կառավարությունը տվել է դրական եզրակացություն եւ քննարկումները մեր մոտ շարունակվում են եւ շարունակվելու են եւ կարծում եմ, որ մեր երկրի անվտանգության համար պարոն Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը անհրաժեշտություն է, բայց դրա մասին խոսել եմ։ Իսկ ընտրություններից առաջ, օրինակ, հասարակությունը ինչպես կվերաբերի ձեր այդ քայլին, որ սա ինչպես տարբեր փորձագետներ են, ընտրյալների օրինագիծ են, հարուստների, որ բանակը միայն աղքատների համար է, դա ձեզ անհանգստացնի։ Իսկ այդ հարուստները, որ բանակից փողով իրենց երեխաներին ազատում էին, իսկ այն մարդիկ, ովքեր որ գնում էին ծառայում են, օրինակ ես չնայած էլի ասում հարուստ լինելով հանդերձ հարուստ ընտանիքից ապահոված, լավ հարուստ չասեմ, ապահոված ընտանիքից լինելով հանդերձ գնում ծառայում, իսկ այն մարդիկ կոպեկներ են ստանում։ Հիմա շատ մարդիկ գալիս են պաշտպան հայրենիաց ծրագրով պայմանագիր են կնքում, մեծ ցանկություն ունեն ծառայելու եւ ես արդեն ասել եմ ձեր գործընկերոջը, մեր վերջնական նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Հիմա մոտավորապես 10,000-ից ավել հայ հետախուզման մեջ է, որովհետեւ տեսեք, ընդհանուր առմամբ մոտավորապես կարող է լինի 12-13 հազար հետախուզող, դրանցից 10-11 հազարը, 10-ից 11 հազարը բանակից խուսափելու համար հետախուզվող մարդիկ են։ Ճիշտ է, Facebook-ում դոշ ծեծելու համար բոլորը բան են, առաջինն են, բայց իսկ ո՞նց կվերաբերվի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հենա նորից հարց էին հնչեցնում, եթե ընտրություններից մի ամիս առաջ մենք պոստում կանգնող մարդ չունենանք։
Պարոն Սիմոնյան, պարոն Հայկ Սարգսյանը կարծում է, որ երեք էլ այսօր ես այդ հարցին երեք էլ այսօր էլ վաղներ կոռուպցիոն սխեմաները գործում են եւ կարելի է հարցը չէ, չեմ ուզում լսել ես իրավապահները ինչու են զբաղվում ես չեմ պատասխանի ձեր հարցին, որովհետեւ ես արդեն այդ հարցի հետ կապված խոսել եմ պարոն Հայկ Սարգսյանի հետ կապված, դիմեք պարոն Հայկ Սարգսյանին։ Կոռուպցիան շարունակվում է, պարոն Սիմոնյան, չի անհանգստացնում ձեզ դա։ Նախորդ շաբաթ մի աննախադեպ Այդ որ դու ասում չեմ պատասխան, ես ասում եմ որ հարց տվիր պատասխանելու եմ։ մի աննախադեպ երևույթի ականատես եղանք, երբ ազգային ժողովի նախագահը գնաց մի տարեց կնոջ հետքերով, որպեսզի նրան գտնի եւ այսպես ասած պատին դեպտա թե ինչ է կասել չմասը։ Սա ինչ պրակտիկա է, հիմա քաղաքացիը դիրքորոշում է հայտնել, եթե այնտեղ տուն չունեի կարող էի ուղղակի բարձաբանում տարածել թեկուզ ձեր խոսնակետով, բայց գնալ պատուհաններից մարդկանց գտնել, ես պահանջել Վերջացնեմ էլի, պատասխանեմ, չէ էլի, չէ։ Հետո կհարցնես։ Տեսեք, նախ այդ կինը ես իր հետ շատ լավ հարաբերություններ ունեմ այլևս, մենք շատ լավ հայ ընկերացել ենք եւ պետք է ասեմ, որ այո, սրանից հետո յուրաքանչյուր այն տարը, այն մարդը, այն կազմակերպությունը, այն կենտրոնը, որը որ իրեն թույլ կտա ասել, որ չգիտեմ, ես շենքեր ունեմ, զավոդներ ունեմ, ինչ որ տեղ փայ ունեմ, այո, գնալու եմ այնտեղ եւ մերկացնելու եմ այդ սուտը, որովհետեւ ներողություն եմ խնդրում իմ լավ ընկեր Տիկին Ասյան, որի հետ ընկերացել եմ, այնուամենայնիվ տենց վստահ ժողովրդի, եթե չեմ սխալվում, լրագրողներ ասում են, դե բոլորս է գիտեք, բալես հա, ես մնացած տեղերն եմ գնացել, իրանց հետ եմ ընկերացել։ Բայց Տիկին Ասյան վախեցած բոլորի հետ ընկերացել եք, բայց եղել են մարդիկ, որ ասում են դուրը լավ շղթացրել են։ Եվ ձեզ ասել Երկու տեղ եմ խոսացել, ոչ մի տեղ չեն շղթացրել։ Երկու տեղ եմ խոսացել։ Ձեր լրագրողն է նկարը։ Չէ, մեր լրագրողին դուք ցույց եք տվել։ Չէ, նկարել է, հարգելի, սխալ ես, երկու տեղ եմ, չէ, սխալ ես, հարգելի։ Մեր լրագրողը ձեզ հետ չենք։ Դե կգնաք կնկարեք այդ մարդուն, կասեք, որ ես շղկա։ Ես երկու հոգու հետ եմ խոսացել վերջի հարկի աղջկա ընտանիքի հետ եւ առաջին հարկի երկու բնակարանի հետ, նախ մեկը որ պատոհաններ, մյուսը որ Տիկին Ասյան էր, իրանց հետ եմ խոսել, մնացած որևիցե մեկը դուրը չեմ բացել։ Էս ինչ եք անում։ Ձեզ այդպեսի հարց։ Ասում ընկերացել ենք հիմա, ինչ եք ուզում։ Ամեն դեպքում ձեր մուտքը եւ վրթովմունքի պատճառը։ Ասեք, ոչ, հրավիրեցին ներս, խոսեցինք, բողոքեցին, ինչից որ դժգոհ են, ես իրանց լսեցի, բացատրեցի, նաեւ հիմա կապի մեջ են գտնվում։ Ժողովուրդ մի մտեք էլի իմ ու ժողովրդի հարաբերությունների մեջ։ Ես մեր ժողովրդի հետ լավ եմ, ես մեր ժողովրդին սիրում եմ։ Բոլոր նման հայտարարություն անողների հետևից գնալու եք մեկի։ Օպերատիվ աշխատանք։ Դե գիտեք ոնց, կախված է, տեսեք որ լրատվամիջոցը գրեր, ուղղակի դատի կտայի։ Բայց երբ որ ինչ որ քաղաքացիներ բարեխղճորեն տենց մոլորության մեջ են գտնվում եւ մտածում են, որ նման բան կա, ես պարտավոր եմ գնալ։ Ես դա իմ պարտականությունն է, ես падգամավորական մանդատ ունեցա, կենտրոնի բնակիչ падգամավոր եմ։ Պետք է գնամ այդ մարդկանց մոտ, ներկայանամ, եթե իրանք բան ունեն ես ասեն։ Ինչո՞վ։ Լսեք, աուսարսափ չկասում այդ մարդ, ես առանց որևիցե մեկի մտել եմ այդ մարդկանց տուն, իրանք ինձ սուրճ են առաջարկել, ընկերություն են կանում, հիմա հերիքա նախանձությամբ վերաբերվեք, դուք նախանձում եք մարդկանց հետ իմ շփվելու ունակությանը, վերջ, ասեցի, մարդկանց հետ շփվելու ունակությանը, ասեցի, մեր երկրի իրավապահ համակարգը ձեր բոլորի անվտանգությունն է, մեր ոստիկանները, մեր պարեկները, մեր ԱԱՑ-ի աշխատակիցները ձեր բոլորի անվտանգությունն է, ձեր լեզվամտածելակերպը փոխեք, դուրս եկեք այն տրամաբանության մեջ Սերժի Վաչիկը, չգիտեմ ես ինչի Պեչիկը, Մուչիկը, Ֆուչիկը, իրանց բաները դուրս եկեք այդ լեզվամտածելակերպը։ Ձեզանից դուք լրագրող եք, հələ մի հատ իմ անվտանգության աշխատակիցներից մեկի անունը բարձրաձայնեք, հենց հիմա, ուղիղ եթերում ենք։ Վարչապետի անվտանգության ղեկավարի անունը ի՞նչ է։ Ինչ ասեք է, բա անվտանգությունից եք։ Մեկինը։ Հա, ավելի լավ։ Մեկին ասեք, կարու մեկ ասեք։ Ասեք ձեր անունը ասենք։ Չէ, պետք չի ասել։ Հետո ուզում եք, ես ուզում եմ հասկանամ, դուք որոշել եք ինչ որ մեկին սպանեք, ինչ որ մեկին մահափորձ անեք։ Այն մարդիկ, ովքեր որ խոսում են Հայաստանի Հանրապետության, երբ որ ձեզ պետք է, դուք Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան եք, բա դուք այո, Հայաստանի Հանրապետության երկրորդ պաշտոնյան, առաջի պաշտոնյան, երրորդ պաշտոնյան ու էլի շատ պաշտոնյաներ պետք է ունենան անվտանգության աշխատակիցներ։ Փորձում են ինչ-որ լրագրողներ նույնիսկ կան, իրենց լրագրող
գողական բազարի մեջ են ինձ փորձում։ Բա որ մի օր, ինչ բա որ մի օր ես իմ արձակուրդի ժամանակ նստում եմ ինքնաթիռ մենակով գնում եմ ինչ որտեղ հանգստանում, հայերի հետ շփվում, բա որ մի օր ես այդ բազարների մեջ, կներեք որ սենց եմ ասում, ինձ մի ներքաշեք։ Հայաստանի Հանրապետությունում մի ազգային ժողովի նախագահ սպանվել է, գնդակահարվել է, լրագրողների բեյջ ունեցող մարդկանց կողմից, մի ազգային ժողովի նախագահին փորձել են սպանել, չի մահացել, եկել ասում եք դուք անվտանգության, հա երկուսը, ուզում հասկանամ, ում չեն սպանել։ Երբևիցե մենք խոսացել ենք։ Ասացից հետո ոտքով շրջում էի քաղաքում։ Բայց քիմատի, բայց օրենք հա դա այդ օրենք Իմ ռասպեկ սպանվել է, բայց այն ժամանակ էլ էր սպանված։ Հա, բայց ինչ ես ուզում ինձանից, օրենք հա դա աշխարհում կա երկիր, աշխարհում Լուսինե ջան, ես կարողանում եմ, բայց ես դա չեմ անում, որտեղ դա գոյություն ունի օրենք։ Հովիկ Աբրահամյանը, Արա Բաբլոյանը, Արտուր Բաղդասարյանը, Օղորմածիկ Գալուս Սահակյանը, որևիցե ազգային ժողովի նախագահ եղել է, որ անվտանգության բան չի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանը նախագահ չի կամ Սերժ Սարգսյանը նախագահ չի կարողանում է շրջի։ Մենք ստեղ падգամավորներ ունենք, որոնք բերում են իրանց օգնականներին, գրանցում են իրանց ախրանիկներին, գրանցում են որպես օգնական, որպեսզի ազգային ժողովի շենքում շրջեն։ Եկել եք Հայաստանի Հանրապետության, դուք երկրորդ պաշտոնյա եք, անվտանգ, բա պետք է ունենամ, բա ինչ պետք է անեմ։ Բա հակառակորդ երկիր գոյություն ունի եւ ավելի լավա չխոսես, ես քո հարցին պատասխանել եմ։ Ես քո հարցին արդեն պատասխանել եմ։ Կարելի է նաեւ Հա ինչ անենք, ձեր խմբագիրն էլ իր աղջկան գրանցում է որպես լրագրող, դրա մեջ վատ բան կա։ Այլ հարցեր կան։ Այո, մի հատ մեր քաղաքական մի հարց մոտենում են ընտրությունները, մենք ամեն ինչից խոսում ենք բացի ընտրություններից, Բագրատ Գալստանյանը ակտիվացել է Ով է Բագրատ Գալստանյանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։